Հեսուն լավ օրինակ է մի մարդու, որի սիրտը փոխվեց անապատում։ Երբ Մովսեսը գնաց Սինալար, Հեսուն լեռան ստորոտին մնաց։ Նա ուզում էր որքան հնարավոր է մոտ լինել Տիրոջ ներկայությանը։ Նույնիսկ երբ Մովսեսը հեռացավ, Հեսուն մնաց։ Տերը խոսում էր Մովսեսի հետ դեմ առ դեմ, ինչպես մի մարդ իր բարեկամի հետ կխոսի, ու Մովսեսը նորից բանակ էր գնում, բայց նրա ծառան, Նավեի որդի Հեսու պատանին, Խորանի միջից չէր հեռանում։ Ելից 33:11 Պետրոսը Կորինթացիների 15-ում ասում է, բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, որովհետև անապատում փռված ընկան։ Ինչու էին Իսրայելի որդիները պարտվում, որովհետև նրանք կենտրոնանում էին իրենց վրա եւ ոչ թե Աստծո։ Այս նոր սերունդը փոխվեց, քանի որ ականատես եղավ անապատում մի ամբողջ սերունդի մահվան, որը չտեսավ Աստծո խոստման իրականացումը։ Սա փոխեց նրանց նպատակը։